Բարև։ Նոբելյան շաբաթվա ավարտից հետո պատմում ենք ճշգրիտ գիտություններում մրցանակ ստացած հայտնագործությունների մասին։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակին արժանացան Մերի Բրանկովը, Ֆրեդ Ռամստելն ու Շիմոն Սակագուչին պերիֆերիկ իմունային տոլերանտության վերաբերյալ հայտնագործությունների համար։ Եթե շատ կարճ, սա համակարգ է, որի շնորհիվ մեր օրգանիզմը չի հարձակվում ինքն իր վրա։ Համեստ է հնչում, չէ՞, բայց մի պահ մտածեք, եթե չլինեին այս նրբագույն ու ծայրահեղ բարդ մեխանիզմները, մեզանից յուրաքանչյուրը ներսից բառացիորեն կխժռեր ինքն իրեն։ Նոբելյան կոմիտեի հետ իմունոլոգիայի սիրո եւ պայքարի պատմությունը սկսվել է վաղուց, դեռ 1901 թվականին։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում առաջին մրցանակը հանձնել էին շիճուկային թերապիայի համար։ Բժիշկները սովորել էին օգտագործել կենդանիների արյունը մահացու վարակներից մարդկանց պաշտպանելու համար։ Մի քանի տարի անց Նոբելյան մրցանակը հանձնեցին արդեն իմունիտետի ուսումնասիրության համար։ Պաուլ Էրլիխն ուսումնասիրել էր, թե ինչպես է օրգանիզմը հակամարմիններ արտադրում, իսկ Իլիա Մելինկովը հետազոտել էր օրգանիզմի բջիջների կողմից մանրէներին կլանելը։ Ու այն ժամանակներից իմունոլոգիան մշտական հյուր է Նոբելյան բեմին։ Յուրաքանչյուր մի քանի տասնամյակը մեկ գիտնականները բացում էին դեպի օրգանիզմի ամենազարմանալի հատկության անհատակ գաղտնիքները տանող հերթական դուռը։ Ինչու է այս թեման այսքան բարդ։ Որովհետև իմունային համակարգը ուղղակի բջիջների ու մոլեկուլների հավաքածու չէ։ Դա մեր ներսում գործող իսկական բանակ է, ոստիկանություն ու դիվանագիտություն։ Այն սովորում է, հիշում, որոշումներ կայացնում եւ երբեմն էլ սխալվում է։ Պատկերացրեք, մեր մարմնում գործում են միլիարդավոր բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը գիտի ում պաշտպանել եւ ում ոչնչացնել։ Դրա համար նրանք կոչված են հատուկ ռեցեպտորներով, ինչպես կողպեք ու բանալի, որոնք պետք է իդեալական համապատասխանեն վիրուսներին, մանրէներին եւ այլ թշնամիներին։ Սակայն կա խնդիր. բոլոր հնարավոր սպառնալիքներից մեզ պաշտպանելու համար բնությունը ստեղծում է այդ ռեցեպտորների աներևակայելի բազմազանություն, տրիլիոնավոր կոմբինացիաներ։ Ու հիմա պատկերացրեք, որ դրանց մի մասը պատահաբար շփոթում է հասցեն եւ որպես թշնամի ընկալում լյարդի, երիկամների կամ մաշկի բջիջները։ Այսպես են առաջանում աուտոիմուն հիվանդությունները, երբ իմունիտետը ապստամբում է եւ հարձակվում սեփական օրգանիզմի վրա։ Այս գաղափարը դեռ 1901 թվականին նկարագրել է նույն Էրլիխը, անվանելով այն ինքնաթունավորման սարսափ։ Երկար տարիներ գիտնականները փորձում էին հասկանալ, ինչու մեր իմունիտետն ավելի հաճախ չի խելագարվում։ Պարզվեց, որ մեր ներսում գործում է ֆիլտրերի բազմաստիճան համակարգ։ Երբ իմունիտետի զինվորները T բջիջները հասունանում են, նրանք անցնում են ընտրության բարդ պրոցեսով, որը տեղի է ունենում հատուկ վարժական ճամբարում, ուրցագեղձում։ Բջիջները, որոնք չեն կարողանում տարբերել մերոնց օտարներից, անողոք կերպով ոչնչացվում են։ Միլիոն կուրսանտներից ողջ է մնում միայն մի քանի հազարը։ Սակայն անգամ այդպիսի կոշտ դիսցիպլինայի պայմաններում սխալներ լինում են։ Որոշ վտանգավոր T բջիջներ դիվերսանտների նման կարողանում են սողոսկել օրգանիզմը, ու հենց այստեղ գործի է անցնում պաշտպանական երկրորդ գիծը՝ պերիֆերիկ տոլերանտությունը։ 1970-ականներին թվում էր, որ ինչ-որ մեկն արդեն մոտ է պատասխանին։ Գիտնականները ենթադրել էին, որ օրգանիզմում պետք է գոյություն ունենան հատուկ T սուպրեսորներ, բջիջներ, որոնք կարողանում են հանգստացնել չափազանց ագրեսիվ զինակիցներին։ Սակայն ապացույցներ չկային։ Տեսությունը տապալվեց եւ երկար տարիներ գաղափարը մնաց գիտական աղբանոցում։ Բոլորը բացի մի մարդուց որոշեցին, որ դա փակուղի է, սակայն ճապոնացի երիտասարդ հետազոտող Շիմոն Սակագուչին հրաժարվեց հանձնվել։ Նա նկատեց, որ նորածին մկների ուրցագեղձը հեռացնելու դեպքում նրանց իմունային համակարգը ոչ թե թուլանում է, այլ խելագարվում։ Մկները սատկում էին աուտոիմուն ռեակցիաներից։ Կարծես մարմինը չգիտեր որտեղ է թշնամին եւ որտեղ է ինքը, նշանակում է ինչ որտեղ պետք է գոյություն ունենան բջիջներ, որոնք իզորու են վերահսկողության տակ պահել իմունային բանակը։ Ու Սակագուչին փորձեց փնտրել դրանք։ 10 տարի նա շարժվում էր խորհրդավոր մեխանիզմի հետքերով, ստուգում էր, ընտրում, կրկին սխալվում էր ու վերջապես գտավ բջիջներ, որոնք իրոք կարողանում են արգելակել բորբոքումը։ Դրանք իրենց վրա կրում էին հատուկ սպիտակուց CD25, իսկ ավելի ուշ հետազոտողը հայտնաբերեց նաև սպիտակուցը կոդավորող գլխավոր գենը FOXP3-ը։ Այս բջիջները ստացան կարգավորող T լիմֆոցիտներ անվանումը։ Դրանց առաքելությունը իմունային համակարգում խաղաղապահների դեր կատարելն է։ Եթե իմունիտետը բանակն է, ապա այս բջիջները դիվանագետներ եւ հոգեբաններ են, որոնք ժամանակին կասեցնում են ծեծկրտուկը։ Երբ պարզ դարձավ ինչպես են աշխատում կարգավորող T բջիջները, բացվեց հնարավորությունների մի ամբողջ նոր աշխարհ։ Գիտնականները սովորել են այդպիսի բջիջներ աճեցնել փորձանոթում, ուժեղացնել դրանց ազդեցությունը կամ հակառակը զսպել կախված հիվանդություններից։ Աուտոիմուն հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են առաջին տիպի շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը կամ համակարգային կարմիր գայլախտը, այս բջիջները կարելի է օգտագործել իմունիտետը հանգստացնելու համար։ Իսկ քաղցկեղի դեպքում հակառակը, անջատել դրանք, որպեսզի իմունային համակարգը կարողանա վերջապես հարձակվել ուռուցքի վրա։ Այսօր հարյուրավոր լաբորատորիաներ ամբողջ աշխարհում մշակում են T կարգավորիչների վրա հիմնված թերապիաներ։ Որոշ դեղամիջոցներ արդեն անցնում են կլինիկական փորձարկումներ ու հնարավոր
հնարավոր է մի օր ներարկվեն նույն հեշտությամբ, ինչպես այսօր հակաբիոտիկները։ Իմունոլոգիան թերևս գիտություններից ամենամարդկայինն է։ Այն պատմում է, որ անգամ մեր ներսում բջիջների մակարդակում չարի եւ բարու կարգուկանոնի եւ քաոսի, պաշտպանության եւ ինքնակործանման միջև տեղի է ունենում անդադար պատերազմ։ Սակագուչի, Բրանկովի եւ Ռամսդելի հայտնագործություններն ուղղակի հերթական նոր գլուխ չի կենսաբանության դասագրքում։ Այն հիշեցնում է, որ անգամ միկրոսկոպիկ աշխարհում, որտեղ տիրում է պատահականությունը, գոյություն ունեն հավասարակշռման մեխանիզմներ, ու որ երբեմն փրկությունը ոչ թե հարձակվելու, այլ ժամանակին կանգ առնելու կարողության մեջ է։ Այնպես որ ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակը ոչ միայն իմունիտետի համար է, սա պարգև է սեփական ուժը զսպելու ունակության, սեփական հզորությունից չխելագարվելու մեր մարմնի կարողության համար, ու թերևս դա ոչ միայն բջիջների, այլև ամբողջ մարդկության համար։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը Ռեյ Բրեդբերիի Մարսյան քրոնիկոնն է։ Մարսյան քրոնիկոնը պոետիկ գիտաֆանտաստիկ սագա է մարդկանց մասին, ովքեր կորցրել են երկիր մոլորակն ու փորձում են նոր քաղաքակրթություն ստեղծել Մարսի վրա։ Սա գիրք է մեղքի զգացումի, միայնության ու քաղաքակրթական սխալները կրկնելու մասին, այն մասին, թե ինչպես է մարդկությունն իր ուրվականներին իր հետ տանում այլ մոլորակներ։ Բրեդբերին գիտական ֆանտաստիկան վերածում է փիլիսոփայական պոեզիայի նուրբ, վախենալու եւ հավերժական, ինչպես օտար մոլորակի կարմիր արևածագ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։